Երբևէ մտածել եք, թե ինչու են որոշ մարդիկ ամեն ինչով ծնվում ձեր առավելության համար, իսկ մյուսները պայքարում են իրենց ամբողջ կյանքի համար, իրենց հաշիվները հավասարակշռելու համար։ Ինչու են որոշակի ընտանիքները հարստություն են հավաքում սերունդների համար, իսկ մյուսները նույնիսկ առանց կանգ առնելու հազիվ թե վճարեն ամսվա ծախսերը։ Թույլ տվեք կիսել անձնական պատմություն, որը կարող է օգնել ձեզ հասկանալ այս առեղծվածը։ Ես մեծացել եմ մի տանը, որտեղ փողը մշտական մտահոգության տեղիք էր տալիս։ Հայրս կրկնել եմ մի արտահայտություն, որը ես լսել եմ, քանի որ ես երեխա էի։ Իմ տատը, իմաստուն կին, ավելացրեց. Անկախ նրանից, թե որքան եք վաստակում, բայց որքան կարող եք պահել եւ աճել, այն ժամանակ այս խոսքերը ինձ համար իմաստ չունեին։ Գումարը կարծես կախարդական, անհասանելի էր։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այդ պարզ արտահայտությունները կրում են հին ֆինանսական իմաստություն, ունակ են կյանք շրջել։ Ահա այն, ինչ ես նկատեցի։ Ոչ նրանց համար, ովքեր ավելի շատ են վաստակում, բայց նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես կառավարել արդեն իսկ ինչն է, արտացոլեք, որտեղ եք այսօր, դեռևս կախված է բացառապես աշխատավարձից եւ հանգամանքներից, թե երազում եք այն օրվա մասին, երբ կարող եք ասել. Ես ազատ եմ, ես վերահսկում եմ իմ ժամանակը, իմ փողը եւ իմ կյանքը։ Այս բովանդակության մեջ ես կբացահայտեմ, թե ինչ է փոխում իմ հետագիծը, ես կխոսեմ սերունդների համար փոխանցվող սկզբունքների մասին, ֆինանսական անկախություն կառուցող փոքր հզոր սովորությունների մասին, եւ ամենակարևորը, ես ցույց կտամ 2 թակարդ, որոնք կարող են ոչնչացնել ձեր ֆինանսները նույնիսկ նախքան իրականացնելը։ Այս սխալները տարածված են այն մարդկանց մեջ, ովքեր փորձում են հարստանալ առանց իմանալու հին իմաստությունը։ Պատկերացրեք հետևյալ իրավիճակը։ Դուք աշխատում եք առանց կանգ առնելու, ձգտեք ամենալավին, բայց փողը կարծես անհետանում է ձեր ձեռքին ավազի պես, փորձեք փրկել, պլանավորել ապագան, բայց արդյունքը միշտ նույնն է՝ անհանգստություն եւ հիասթափություն։ Ես անցա դրա միջով։ Դա ցավալի դաս էր, որն ինձ արժեր տարիներ, բայց կա մեկ այլ եղանակ, դարեր շարունակ ապացուցված մեթոդ, փորձարկվել է հազարավոր ֆինանսական ազատություն ձեռք բերած հազարավոր մարդկանց համար, եւ այն սկսվում է, երբ հասկանում ենք, որ փողը գործիք է, ոչ թե նպատակ։ Միայն փողը չի բերում երջանկություն, բայց իմանալով, թե ինչպես կառավարել այն, բերում է ազատություն։ Ես խնդրում եմ ձեզ հետևել մինչև վերջ, քանի որ առաջիկա մի քանի րոպեների ընթացքում դուք կբացահայտեք ֆինանսական կրթության պարզ, բայց վերափոխիչ սկզբունքներ։ Դուք կլսեք իրական զեկույցներ, իմ սխալները, իմ հաղթանակները եւ դասերը, որոնք իմացա նախնիների ավանդույթներից եւ ձեր սեփական փորձից։ Դուք կտեսնեք, թե որքանով են փոքր մտածելակերպը եւ սովորությունները կարող են հեղափոխել ձեր ֆինանսական իրականությունը։ Եթե դուք պատրաստ եք գործել, դա կարող է լինել անկախության ուղղությամբ ճանապարհորդության սկիզբը, որը միշտ ցանկացել եք, բայց դա անհնար էր։ Եթե արդեն մտածել եք, թե ինչու է հարուստները հարստանում, մինչ դուք ձգտում եք եւ ոչինչ չեք փոխում, շարունակեք այստեղ։ Ես խոստանում եմ, որ վերջում դուք կտեսնեք փող եւ ձեր կյանքը բոլորովին նոր ձևով, եւ իմացեք։ Գաղտնիքները, որոնք ես կկիսեմ, պարզապես տեսական չէ, դրանք փորձարկվել են ժամանակի համար, սերունդների եւ ամենից առաջ, իմ իսկ պատմության միջոցով։ Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես կարելի է համեստ եկամուտ վերածել ազատության գործիքի, ինչպես խուսափել մեծամասնությունը պահող թակարդներից եւ վերջապես, ինչպես վաղվա համար անվտանգություն ունենալ։ Խորը շունչ քաշեք, պատրաստվեք կլանել գիտելիքներն ու հայտնաբերել դարեր շարունակ փոխանցվող ֆինանսական իմաստությունը։ Այժմ սկսվում է ազատության ձեր ճանապարհը։ Այժմ, երբ հասկանում եք, որ ֆինանսական անկախությունը հեռավոր երազանք չէ, բայց հնարավոր նպատակը, եկեք խոսենք այն մասին, թե ինչպես հասնել այնտեղ, գիշերային հարստանալու համար կախարդական կամ հրաշք բանաձևեր չեն, դա շատ ավելի պարզ է, քան թվում է, բայց դա պահանջում է կարգապահություն, համբերություն եւ իմաստություն։ Առաջին քայլը ձեր ֆինանսների կազմակերպումն է, դա կարող է թվալ ակնհայտ, բայց մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե որտեղ են գնում նրանց փողերը, հայրս միշտ ասում էր. Եթե չես վերահսկում մի կոպեկից դուք երբեք չեք իմանա, արդյոք գերիշխում եք ձեզ գերակշռող փողի կամ նրա վրա։ Ես սկսեցի գրել բոլոր եկամուտներն ու ծախսերը դեռ 20 տարվա ընթացքում, սկզբում նրանք նոթբուքեր էին։ Ապա նա կարողացավ ամեն ինչ անել, աշխատավարձից մինչև բան, ինչ է պատահել։ Իմ կյանքի օրինակ։ Մեկ ամսվա ընթացքում ես նկատեցի, որ ես գրեթե քառորդ աշխատավարձ եմ անցկացրել ռեստորանների եւ իմպուլսիվ գնումների վրա։ Ես դրա մասին գաղափար չունեի, մինչև չտեսնեք առջևի համարները։ Այնտեղից ես փոխեցի իմ սովորությունները։ Ես սկսեցի պատրաստել տանը։ Պլանավորում եմ ավելի լավ ծախսել եւ ուղղորդել այն, ինչ մնացել էր դասընթացների եւ ներդրումների համար։ Դա փոքր ճշգրտում էր, բայց հենց այդ քայլերն են, որոնք հիմք են հանդիսանում ֆինանսական անկախության հիմքը։ Երկրորդ սկզբունքը ինքնուրույն ներդրումներ է կատարել։
Գիտելիքի, հմտությունների և փորձի մեջ, սա արժե ավելին, քան ցանկացած ռիսկային ֆինանսական ներդրում։ Ես սկսեցի փոքր խանութով, ամեն ինչ հագուստից մինչև տեխնիկա վաճառելը։ Ես կարծում էի, որ կարևորն այն էր, որքան հնարավոր է վաստակել։ Ժամանակի ընթացքում, սակայն, հասկացա, որ իրական արժեքը գտնվում է ցանկացած իրավիճակում եկամուտների և հմտությունների մեջ, որը երաշխավորում է եկամուտը։ Հատուկ դեպք։ Ես նպատակադրեցի իմ վաստակի մի մասը ֆինանսական պլանավորման և ձեռներեցության դասընթացների։ Սկզբում թվում էր, որ վատնում էր, բայց 2 տարի հետո այդ գիտելիքները թույլ տվեցին ինձ նոր բիզնես սկսել և բազմապատկել իմ եկամուտը, և լավագույնը։ Ես վստահություն ստացա, ես դադարեցի ճգնաժամերի վախը, քանի որ սկսեցի հասկանալ, թե ինչպես է գործում փողը։ Երրորդ սյունը անմիջական գործողություն է։ Ես տեսել եմ, որ շատերը տարիներ են կորցնում որոշումների առջև։ Երբ մեծանում ես, երբ մի քիչ փող ես դնում, սա է, երբ երբեք չի ժամանում։ Իմ կարիերայում ընկերոջ նախագծում համեստ գումար ներդնելու հնարավորությունը։ Ես տատանվեցի, մտածեցի, եւ եթե կորցնում ես ամեն ինչ, բայց ես որոշեցի ռիսկի դիմել։ Այդ քայլը փոխեց իմ կյանքը, ներդրումները բազմապատկվել եւ ուժեղացրել են իմ աճը։ Դասը պարզ է, իսկ ժամանակին փոքր շարժումը ավելին է, քան կատարյալ պայմանների սպասում։ Չորրորդ սկզբունքը կարող է հակասական լինել։ Մեծահոգություն որպես ֆինանսական իմաստության մաս, թվում են, թե տարօրինակ է, որ փողը նվիրելը կարող է հանգեցնել անկախության, բայց դա ապացուցված ճշմարտություն է ողջ պատմության մեջ, փողի հետ առողջ հարաբերությունները ներառում են իմանալ, թե ինչպես կիսվել, խոսքը առանց հայեցողությամբ ծախսելու մասին է, այլ հասկանալով, որ առատությունը ներգրավում է նպատակային շրջանառության ժամանակ, նրանք, ովքեր սովորում են կառավարել հավասարակշռությունը պահպանելով ներդրումներ կատարելուն, ինչպես նաև օգնում են բարգավաճման ամուր հիմք։ Մեր մշակույթում միշտ ասվել է, այն գումարը, որը դուք մեծահոգաբար վերադառնում եք ձեզ բազմապատկվել։ Ես դա տեսա, որ պատահում է իմ սեփական կյանքում, նույնիսկ երբ նա քիչ բան ուներ, նա հանդես եկավ մարդկանց, ընտանիքին, ընկերներին և բարեգործություններին օգնելու համար, և գիտեք ինչ է պատահել, նոր հնարավորություններ, կապեր և գաղափարներ սկսեցին առաջանալ, գումարները ոչ միայն վերադարձան։ Այն ժամանել է բոնուսներով, փորձառություններ, գիտելիքներ և արժեքավոր հարաբերություններ։ Ֆինանսական ազատությունը միայն կուտակման մասին չէ, այլև այն մասին, թե ինչպես եք օգտագործում ձեր ունեցած ռեսուրսները, և ահա գալիս է առավել տրանսֆորմատորային սյուներից մեկը։ Պասիվ եկամտի ստեղծում, բացառիկ աշխատավարձի կախվածությունը ֆինանսական ստրկության միջոց է։ Ես սկսեցի դանդաղ ներդրվել եմ բաժնետոմսերի, անշարժ գույքի և փոքր բիզնեսի մեջ։ Սկզբում վերադարձը խորհրդանշական էին, բայց ժամանակի ընթացքում դրանք դարձան փողի կայուն հոսք, անկախ նրանից, թե ես աշխատում եմ, թե ոչ։ Կարևոր է հասկանալ. պասիվ եկամուտը հոմանիշ չէ ծուլության, այլ ռազմավարության հետ, որքան շուտ կսկսեք, այնքան ցածր է այն գումարները, որոնք անհրաժեշտ են զգալի արդյունքներ ստանալու համար։ Ես գիտեմ այն մարդկանց, ովքեր ուշ են թողել և հիասթափվել, մտածելով, որ ֆինանսական անկախությունը անհասանելի է, բայց երբ համակարգված գործես և բաղկացած ես, արդյունքն անխուսափելի է։ Հիմա եկեք խոսենք փողի հոգեբանության մասին։ Փողը ձեր մտածելակերպի արտացոլումն է։ Եթե դուք ապրում եք ձեզ կորցնելու վախի պատճառով, ուրիշներին նախանձելով կամ կախված հաջորդ աշխատավարձից, ոչ մի ներդրում չի լինի։ Ես ինքս անցա այս փուլի միջով։ Տարիներ շարունակ սակավության վախը հետապնդում էր ինձ, մինչև ես վերակառուցեցի իմ մտածելակերպը։ Այսօր ես փող եմ տեսնում որպես գործիք, ոչ թե որպես վերջ։ Սա ինձ թույլ է տալիս կատարել ռացիոնալ որոշումներ, առանց հույզերի տեղափոխվելու։ Եվ վերջապես մի վախեցեք սխալներից սովորելուց։ Ես կորցրեցի մեծ գումարներ փորձարկելով նոր գաղափարներ և ներդրումներ, բայց յուրաքանչյուր ձախողում էր դաս, որը ոչ մի դասընթաց չէր կարող ինձ սովորեցնել։ Գաղտնիքը վերլուծելն է, սովորելը և առաջ շարժվելը։ Սխալները ձախողումներ չեն։ Դրանք քայլեր են ֆինանսական հասունության սանդուղքի վրա։ Մի խոսքով, այս մասում ֆինանսական անկախությունն ապահովում է 4 հիմքերով. կազմակերպություն, ներդրումներ ինքնանպատակ, անհապաղ գործողություններ և խելացի առատաձեռնություն։ Սա ավելացնում է պասիվ եկամտի ռազմավարությունը և փողի առողջ հարաբերությունները, եթե հետևում եք այս սկզբունքներին, նույնիսկ փոքր քայլերով։ Ժամանակի ընթացքում ձեր կյանքը կդառնա։ Ֆինանսական ազատությունը հեռավոր երազ չէ։ Դա հետևողական գործողությունների և սերունդների համար ապացուցված իմաստության արդյունք է, և ամենակարևորը, այն ամենը, ինչ ես այստեղ եմ կիսում, ոչ թե տեսություն չէ, բայց փորձառու փորձ իմ և իմ ճանաչած մարդկանց կողմից։ Հիմա հերթ է այս գիտելիքները կիրառելու, քայլ առ քայլ, օր-օր, մինչև չստանաք այն ազատությունը, որը դուք արժանի եք։ Մենք հասանք ամենակարևոր պահին։
Եզրակացությունը. Եթե դուք հետևել եք այստեղ, դուք ստացել եք առաջին խթանը փոփոխության համար, բայց իմ նպատակը միայն այն չէ, որ դուք լսում եք այս խոսքերը, բայց որ դա ձեզ հետ է տանում եւ գործի է դնում։ Ֆինանսական անկախությունը աբստրակցիա չէ։ Դա գործողությունների, սովորությունների եւ խղճի կոնկրետ արդյունքն է։ Եկեք հիշենք էական սկզբունքները։ Նրանք, ովքեր պետք է գրանցվեն ձեր մտքում։ 1. Պատվիրեք ֆինանսների մեջ։ Գրեք, պլանավորեք, վերահսկեք, թույլ մի տվեք, որ փողը վերահսկի ձեզ։ Եղեք, որ դուք կառավարեք այն փոքր փոփոխություններ, ինչպիսիք են ծախսերը գրանցելը կամ բյուջե կազմելը, հսկայական ազդեցություն են ունենում։ Ես սկսեցի պարզ նոթատառով, բայց ամիս անց իմ ֆինանսական տեսքը պարզվեց։ 2. Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ։ Ձեր գիտելիքները, հմտությունները եւ փորձը կապիտալ են, որը ոչ ոք չի կարող ձեզնից վերցնել, որքան ավելի շատ ներդրումներ եք կատարում ձեզ այսօր, այնքան ավելի մեծ է ձեր վերադարձը վաղը։ Հիշում եմ, երբ փոքր գումարներ եմ ծախսել դասընթացների եւ գրքերի վրա։ Թվում էր անհարկի ծախսեր, բայց տարիներ անց դա էր, որ ինձ թույլ տվեց բացել իմ սեփական բիզնեսը, ավելացնել իմ եկամուտը եւ վստահություն ձեռք բերել։ 3. Գործեք առանց հետաձգման։ Մի սպասեք կատարյալ պահի, քանի որ այն գոյություն չունի, սկսեք ձեր ունեցածից, նույնիսկ եթե գումարը փոքր է կամ գաղափարը ռիսկային է թվում, այսօր մի փոքր քայլ միշտ ավելի լավ է, քան վաղը հետաձգելը։ Ընկերոջ բիզնեսում ներդրումների իմ պատմությունը կենդանի օրինակ է, թե ինչպես ճիշտ ժամանակին ժամանակի գործողությունը կարող է փոխել ամեն ինչ։ 4. Ռեսուրսների առատաձեռնություն եւ իմաստուն օգտագործում։ Նպատակը, որը գումարվում է ոչ միայն ֆինանսական, այլև փորձի, շփումների եւ հնարավորությունների տեսքով, ես տեսա գործնականում, թե ինչպես է նույնիսկ փոքր օգնություն առաջացրել անսպասելի կապեր, որոնք հետագայում դարձել են եկամտի նոր աղբյուրներ։ 5. Կառուցեք պասիվ եկամուտ։ Ապրել միայն աշխատավարձը սահմանափակում է ձեր ազատությունը, պասիվ եկամուտը հանգամանքներից կախվածությունից իրեն ազատելու բանալին է, եւ դուք կարող եք սկսել քիչ-քիչ, նույնիսկ ժամանակի համեստ ներդրումները առաջացնում են ռեսուրսների կայուն հոսք։ 6. Մենթալություն եւ հոգեբանություն։ Փողերը հայելիներ են հայելային մտածելակերպի ձևով, վախը, նախանձը կամ անհանգստությունը խանգարում են խելացի որոշումները, երբ փող եք բախվում որպես գործիք, ոչ թե նպատակ, այն գործում է ռացիոնալությամբ եւ հանգստությամբ, ավելի հաստատուն ընտրություններ ընդունելով։ 7. Սովորեք սխալներից։ Ոչ մի թեմա չի հաջողվում, յուրաքանչյուր սխալ դաս է, որ դուք որևէ գրքում չեք գտնի։ Ես կորցրեցի փողը անհաջող փորձերում, բայց հենց այս փորձառությունն էր, որոնք զորացնում էին ինձ եւ ինձ ավելի իմաստուն դարձրու։ Երբ հետ եմ նայում, գիտակցում եմ, որ ֆինանսական անկախությունը արագ շահույթ է, այլ կարգապահություն, համբերություն, իմաստություն եւ խիղճ, այն կառուցված է քայլ առ քայլ, օր-օր, ձեր այսօր կայացրած յուրաքանչյուր որոշմամբ։ Եվ ահա եւս մեկ պատմություն արտացոլելու համար։ Մի պահ ես ինքս տեսա խաչմերուկի դիմաց, մի կողմից կայուն աշխատանք, որը ինձ փող տվեց, բայց ոչ ազատություն, մյուս կողմից նոր նախագծի գաղափարը, որը ռիսկային էր թվում։ Ես դադարեցի, հիշեցի ընտանիքի ուսմունքները եւ որոշեցի ռիսկի դիմել։ Այս ընտրությունը փոխեց ամեն ինչ։ Ես բացեցի եկամտի նոր աղբյուր, ձեռք բերեցի փորձ եւ հասկացա, որ փողի մասին վախը պարզապես մտավոր արգելք էր։ Պահպանեք այս դասը։ Թույլ մի տվեք, որ վախը վերահսկի ձեր ֆինանսները կամ ձեր կյանքը։ Ֆինանսական ազատությունը շքեղության մասին չէ, խոսքը ընտրության մասին է, ընտրել, թե ինչ անել, որտեղ ապրել, որտեղ պետք է ներդնել ձեր ժամանակը եւ էներգիան, խոսքը վերաբերում է ինչպես ցանկանում եք, ոչ թե որպես հանգամանքներ պարտադրում են։ Իմ առաքելությունն այստեղ ոչ միայն տեղեկատվության փոխանակումն է, այլև ձեզ դրդում է գործել, քանի որ նույնիսկ ամենաարժեքավոր իմաստությունը արժեք չունի, եթե այն չի կիրառվում, սկսեք այսօր փոքր քայլով։ Գրանցեք ձեր ծախսերը, ներդրեք գիտելիքի մեջ, տվեք առաջին քայլը դեպի պասիվ եկամուտ, յուրաքանչյուր գործողություն, սակայն փոքր, այն ավելի է մոտեցնում ազատությանը։ Եվ իմացեք, որ կյանքը շատ կարճ է ձեր երազանքները հետաձգելու համար, փողը գործիք է, վերջ, օգտագործեք այն իմաստունորեն, գործեք վճռականությամբ, սովորեք փորձից, օգնեք ուրիշներին եւ ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ։ Սա ֆինանսական իմաստության իրական էությունն է, փորձարկված եւ հաստատված դարեր շարունակ։ Ուղեցույցներ ստանալու համար, որոնք իրականում գործում են գործնականում։ Նրանք, ովքեր փորձարկվել են իրական կյանքում, ոգեշնչող պատմություններ եւ կիրառելի ռազմավարություններ։ Հետևեք այս բովանդակությանը, այստեղ մենք բացահայտում ենք կոնկրետ քայլեր, վերլուծում ենք իրական դեպքերը եւ կիսում են օրինակներ, որոնք պարզապես գնում են փող աշխատել։ Նպատակը իրական ֆինանսական անկախություն կառուցելն է։
Հիշեք, ազատության ճանապարհը սկսվում է որոշումից սկսելու այսօր, հենց հիմա, թող որ ձեր գործողությունները լինեն հետևողական, ձեր հստակ մտքեր եւ ամեն քայլափոխի, ձեր իդեալիզացման կյանքի համար, վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի վերափոխել ձեր ֆինանսական իրականությունը, գաղտնիքը վերահսկողությունը վերցնելն է, գործեք նպատակներով եւ սովորեք յուրաքանչյուր փորձից, առաջին քայլը վերցնելուն պես նախկինում ոչինչ չի լինի։ Մնացեք միացված, միացնել ծանուցումները եւ միասին մենք կքննարկենք ֆինանսական անկախության սկզբունքները, որոնք բացահայտում են քչերը, ի վերջո, կյանքը կարճ է ապրելու ուրիշների հանգամանքների կամ ընտրության ողորմությամբ։ Ֆինանսական ազատությունը հեռավոր նպատակակետ չէ։ Դա ճանապարհորդություն է, որը սկսվում է այստեղ եւ այժմ, վերցրեք առաջին քայլը, եւ ձեր շրջապատի աշխարհը կսկսի վերափոխվել։